Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Մենք միշտ դատում ենք մարդու արարքը, բայց ոչ ոք չի մտածում, թե այդ պայն մարդու ներսում ինչա կատարվել։ Կարող ենք իրոք անզգուշ քայլ ենք արել։ Կարող է իր համար շատ թանկ ու կարևոր մի բան անզգուշաբար վնասել ենք։ Ում մասին ես խոսում։ Ձիանանա։ Ձիանան։ Հա, բայց ինչի համար այն զանգում։ Պատասխանի, որ իմանաս։ Չեմ ուզում։ Ես Դիանայի հետ խոսելու ցանկություն չունեմ։ Ինքն այն մարդը չի, ում հետ կարելի է խոսել։ Այս անգամ էլ երևի ինչ-որ բան դրել է մտքին, բայց ես հաստատ իր ծուղակը չեմ ընկնի։ Այս անգամ ուրիշ է։ Չգիտեմ ինչի ազանգել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, եթե այս պահին քեզ ազանգել, ուրեմն ասելիքը շատ կարևոր է։ Չգիտեմ ինչի ես այդքան վստահ, բայց լավ։ Ալո։ Սարա, Հիմա ինչ ես ուզում ինձնից։ մենք պիտի հանդիպենք, Սարա։ Լուրջ։ Ու դու մտածում ես քո այդքան արածներից հետո ես պիտի հետդ հանդիպեմ։ Հիմա պիտի որ ամեն ինչ քո սրտով լիներ։ Ես չկամ գորի կյանքում։ Հիմա ինչ ես ուզում ինձնից։ Հիմա պիտի ընդհանրապես դու ինձ չհիշեիր։ Ես երբեք չեմ խնդրել, բայց այս անգամ խնդրում եմ։ Արի հանդիպենք, հա։ Հիմա։ Սարա, ես գնում եմ, բայց եթե քեզ չտեսնեմ, ինձ երբեք չեմ ների։ Հավատա, ինձ համար էլ առանձնապես հաճելի չի քեզ զանգել ու ինչ-որ բան խնդրել, բայց խոսքը գորի մասին է։ Գորի։ Հա։ Ես քեզ իմ տանը կսպասեմ։ Ես գիտեմ, որ դու գորի հետ հիմա ոչ մի կապ չունես, բայց պիտի խնդրեմ, որ մինչև մեր հանդիպելը գորի այս մասին չիմանա։ Հետո դու կորոշես, թե ինչ կանես։ Իսկ հիմա անջատում եմ։ Ես կյանքումս առաջին անգամ վախենում եմ։ Խոսելուցդ արդեն հասկացա։ Ուզում էր հանդիպեք։ Հա։ Ասում եմ ուզում եմ գորի մասին խոսել։ Գնալու ես։ Չգիտեմ։ Ես արդեն չգիտեմ ինչ սպասեմ այդ կնոջից։ Եթե իրեն լավ չճանաչեի, հաստատ կգնայի, որովհետև ձայնը մի տեսակ էր, համոզիչ էր։ Բայց չգիտեմ, կարող է իրոք ինչ-որ կարևոր բան ա եղել, բայց այնքան բան ա արել մեր հանդեպ, այս պահին իրեն հավատալը անխելքություն կլինի։ Դու կգնայիր։ Կգնայի։ Չնայած ինչի եմ հարցնում, պարզ է, որ կգնայիր։ Ամեն ինչ այնքան պարզ չի, ինչքան որ թվում է։ Ես քեզ խորհուրդ կտամ գնալ, բայց որոշողը դու ես։ Ամեն դեպքում վստահ եմ, որ Դիանան քեզ չի վնասելու։ Փորձ անգամ չի անի։
Պապի կներես, որ նորից եկա, Չէ, բալես դու ինձ կներես։ Ես այսօր ի վիճակի չեմ, հասկացի, ի վիճակի չեմ որևէ բան լսելու։ Եթե շտապ չի, թող մնա հետո լավ։ բայց ինչ ա եղել։ Շատ անհանգիստ ես։ Ինչ ա կատարվում։ Քիչ բան կա։ Այսինքն այդ լակոտը էլի եկել աստեղ, ու դու ինչ չես ասել դրա մասին։ Ես ինչ պետքա դրանց ասել եմ արդեն։ Արամ, որ ասած լիներ, չէր գա։ Հա, էլ չեն գա։ Դու հիմա իր տեղը տենց վստահ ասում ես։ Չես նեղվի, չէ, որ այսօր ես էլ մնամ ստեղ։ Չէ, կուրախանամ, ինչից նեղվեմ։ Այս 4 պատի մեջ արդեն գժվում եմ։ Բայց ինչի որոշեցիր մնաս, որ։ Գոր։ Վաղը կզանգես այդ տղուն կասես թող գա ստեղ։ Ինչի համար։ Կզանգես կասես, որ խոսալու բան ունես հետը։ Կամ եթե դու շատ ես նեղվում, ասա, որ ես ունեմ խոսալու բան։ Մի խոսքով այնց պետք է անենք, որ գա ստեղ։ Հա, բայց իմաստը ո՞րն է։ Եթե այսօր ինքն է գալիս, մյուս օրն է կարա շատ հեշտ ու հանգիստ ընկերներին ուղարկի։ Բայց այս տունը դրանց նմանների համար ելումուտի տեղ չի։ Վաղն էլ մարդ եմ ասել, որ գա կողպեքը փոխի։ Այսինքն մտածում ես կարող է էլի գան։ Արամ, այդ ազարտն այնց վատ բան է։ Մարդիկ գնալով կորցնում են ամեն ինչ։ Տղայական թասիբ, ինքնասիրություն, կամք։ Շատ քիչ մարդ կա, որ խելքը գլխին մնում է։ Ու եթե սրանք այդ մարդկանցից չեն, ուրեմն ես շատ լուրջ պետք է զբաղվեմ իրանցով։ Ինչ ուզում են թող գնան անեն, բայց այս տնից հեռու։ Մինչև վերջ մտածում էի, որ չես գա։ Ես էլ։ Բայց եկա։ Մենակ ես։ Հույս ունեմ, որ սա քո հերթական ծուղակը չի ձիանա։ Հավատա, ես հիմա ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ ժամանակ նման բաներով զբաղվելու Սարա։ Ես քեզ այստեղ գորի համար եմ կանչել, արդեն քեզ ասեցի։ Ես ուզում եմ քեզ խնդրել, որ դու գորին մենակ չթողնես։ Ճիշտ է, ես երբեք ձեր կապին կողմ չեմ եղել։ Ու այնպես չի, որ հիմա կողմ եմ։ Բայց իմ աղբերը քեզ սիրում եմ։ Ու շատ է սիրում։ Գիտես, ինձ թվում էր, եթե դու չլինես գորի կյանքում, ամեն ինչ հոգուտ ինձ կլինի։ Բայց կյանքը լրիվ ուրիշ բան ցույց տվեց։ Հիմա ես իրան կորցրեցի։ Ոնց տեսնում ես, տանն էլ չի։ Ինքը գալիս է տուն այն ժամանակ, երբ որ ես քնած եմ ու գնում այն ժամանակ, երբ որ ես դեռ չեմ արթնացել։ Սարա, գորի կյանքում հիմա շատ քիչ մարդ է մնացել։ Կարող եմ նույնիսկ ասել, որ ես ու դու ենք մնացել։ Ու ես ուզում եմ դու ամեն ինչ անես, որ գորը մենակ չլինի։ Ուզում եմ հասկանալ ինչ կա մտքի Դիանա։ Քեզ նման մտքերով մի ծանրաբեռնի հիմա Սարա։ Հիմա դու մտածի ինչ անես, որ գորի հետ նորից միանաս։
Եթե մի պահ կասկածներս մի կողմ դնեմ ու մոռանամ ով ես դու, կմտածեմ մեկ ընդմիշտ ինչ որտեղ ես գնում ու ուզում ես վստահ լինել, որ գորը լավ է լինելու։ Մեկ ընդմիշտ չեմ գնում, բայց հա գնում եմ։ Ու ինձ համար այս պահին կարևորն է նա, որ աղբերս երջանիկ լինի։ Ես էի չամեն ինչ անում, որ բաժանվեիք։ Աբսուրդ է։ Հիմա ես քեզ խնդրում եմ, որ իրա կողքին լինես։ Հիմա ամեն ինչից կարևորն ինձ համար գորին երջանիկ տեսնելն է։ Սարա, ինքը կյանքով լի, ուրախ տղա էր։ Իսկ հիմա չգիտեմ ուղղակի ինչա դարել։ Ոնց որ ապրի ապրելու համար։ Ուղղակի օրեր ա որ գլորում է։ Որովհետև քեզանից բաժանվելուց հետո լրիվ ուրիշ մարդ ա դարձել։ Դու կապ չունես մեր բաժանման հետ։ Դա գորի որոշումն է ու պատճառը ես եմ։ Չէ։ Գորը քեզանից բաժանվել է, որ քեզ պաշտպանի։ Հա, իրականությունն է դա, Սարա։ Ինքը ուզում է ուղղակի քեզ պաշտպանի։ Ու ինքը քեզ սիրում է, ուղղակի պաշտում է։ Սարա, գորի կյանքում մի անգամ արդեն շատ վատ բան է եղել։ Ինքը մի աղջկա էր սիրում ու շատ էր սիրում, բայց այդ պատմությունը շատ վատ ավարտ ունեցավ։ Ինքը շատ վատ էր ու հետո շատ երկար ժամանակ ոչ ոքի չի սիրել։ Այնքան երկար, որ ես ու մաման մտածում էինք էլ երբեք ոչ ոքի չի էլ սիրի, բայց հետո հայտնվեցիր դու։ Ու ես գիտեմ, եթե հիմա դուք միասին չլինեք, ինքը կարող է կյանքում ոչ ոքի չսիրի ու մենակ մնա։ Իսկ ինձ համար գորի երջանկությունը ամենակարևորն է, թող ինձ հետ չխոսի, իմ հետ չշփվի, բայց թող երջանիկ լինի։ Իմ խնդրանքն է դա, Սարա։ Գորի կողքին եղի, լավ։ Ուզում եմ հասկանալ, ինչի ինձ ասացիր այսքանը։ Որ հանգիստ լինեմ, որ իմանամ գոնը մի բան իր համար արել եմ։ Գորը գիտի, որ գնում ես։ Չէ։ Ես զանգում եմ, ինքը նույնիսկ զանգերից չի պատասխանում։ Բայց այդ կարևոր չի, թող չպատասխանի։ Կարևորը դու իմ ասածներն արա։ Ու հավատա, գորի համար էլ լավ կլինի, եթե ես հեռու լինեմ իրանից։ Ու մի բան էլ։ Այս ուղղակի ասում եմ, որ իմանաս, ես չեմ արդարանում։ Սարա, իրականում ես քեզ որպես առանձին մարդ, որպես Սարա երբեք չեմ ուզեցել վնասել։ Ճիշտ է, դու Նարինեի աղջիկն ես, բայց դու Հայկի աղջիկն ես։ Ինչ որ բան է եղել Զիաննա։ Ես իմ ասելիքն ասեցի։ Մնացածը քո որոշումն է։
Բարի ախորժակ։ Գալկանչի հաշես ուտ։ Ախորժակ չունեմ։ Էլի ջերմում ես։ Չէ, առավոտյան դեղ եմ խմել, հիմա ջերմություն չունեմ։ Էլկա արի գնանք հիվանդանոց մի քանի անալիզ հանձնես։ Ախր այսպես չի կարելի, պիտի հասկանանք, չէ՞ ինչա կատարվում քո հետ։ Մամ, բան չկա, սեզոնային վիրուսը։ Այդ սեզոնային վիրուսը հենց քեզ ընտրեց, որ գա ու կպնի։ Պապի, ես երեկվանից ուզում եմ քեզ հետ խոսել, բայց չի ստացվում։ Կլինի գոնե հիմա ասեմ այն ինչ ուզում եմ։ Իսկ կլինի, քանի հանգիստ ենք, թողնենք օրը հանգիստել շարունակվի։ Ինչի Արմանը մեր տանը աշխատում։ Կարծում եմ, որ դա ամենակիչը անմարդկայինն է, որ հորը սպանողի որդին աշխատի մեր տանը ու հանգիստ ելում ուտ ունենա մեր տուն։ Արմանը միշտ է ելում ուտ ունեցել մեր տուն ու նա այստեղ է աշխատում։ Ու կշարունակի աշխատել, որովհետև այդ ամենի հետ նա կապ չունի։ Ես ինքս շատ լավ հասկանում եմ, որ Արմանը ոչ մի կապ չունի, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը շատ անհասկանալի է։ Ռեբեկա, դա ես եմ որոշում։ Եվ հետո ժամանակից շուտ չեմ ուզում բաներ ասել։ Շատ հնարավոր է, որ շուտով Արմանն այլևս այստեղ չաշխատի։ Բայց ոչ այն պատճառով, որ ես եմ ազատելու նրան աշխատանքից, այլ գուցե դատարանը նման որոշում կայացնի, մեղադրելով Արմանին հորը սպանության մեջ։ Բայց դեռ ժամանակ կա, չէ՞, մինչև դատը։ Հնարավոր չի Արմանին որևէ կերպ արդարացնել։ Այս պահին կարևոր չի թե ում տղան է Արմանը, ինքը մեղավոր չի։ Այո, մոտ օրերս դատը կկայանա ու ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա։ Շատ լավ է, որ դատը մոտ օրերս է լինելու։ Ու ես շատ մեծ հույս ունեմ, որ կպատժվեն միայն մեղավորները։ Ինձ կներեք, ես գնամ իմ սենյակ, ինձ լավ չեմ զգում։ Փաստորեն այնքան նեղացած ես, որ զանգերիս էլ չես պատասխանում գոռում։ Ամեն դեպքում պետք չի էլ կայի մոտ այդ թեմայից շատ խոսել։ Իր համար իրոք դժվար է։ Ինչի՞։ Էլկան մեր իրականությունում չի ապրում։ Չգիտի, որ իր հորը սպանել են։ Ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու։ Ու մեզ համար էլ է դժվար։ Վերջացրեք աղջիկներ։ Ես հասկանում եմ ձեր էմոցիաները, բայց հիմա պետք չի իրար դեմ լարվել։ Անկախ ամեն ինչից պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր խնդիր իր լուծումն ունի, եթե իհարկե միասին լինենք։ Իսկ դուք կամաց-կամաց սկսում եք իրար դեմ դուրս գալ։ Պապի,
Կլինի այսօր տպարան մի քիչ ուշ կամ։ Ես էլ հիմա տպարան չեմ գնում։ Մի քիչ գործ ունեմ, բայց մենք հետո պիտի տպարանում խոսենք։ Աշխատանքներ կան, որոնց ես ընթացք եմ տվել, բայց սրանից հետո պիտի շարունակես դու։ Ես։ Հա դու, բայց այդ մասին կխոսենք տպարանում։ Հիմա ես շտապում եմ։ Հիմա կգամ։ Ռեբեկա, կներես, եթե ես իմ խոսքերով քեզ նեղացնում եմ։ Բայց էլ կան իրոք վատ վիճակում եմ։ Ինքը Արմանից հրաժարվելա խոսքերով, բայց խոսքով չես կարող չէ այնպես անել, որ չսիրես կամ սիրտդ չցավի սիրածդ մարդու համար։ Իսկ ինչի է քեզ թվում, որ ինձ հեշտ է իմ քրոջը այս վիճակում տեսնելը։ Բայց էս է մեր իրականությունը։ Դա ես չեմ որոշել։ Ես չեմ որոշել, որ ամեն ինչ այսպես պետք է լինի։ Պապ, մի րոպե։ Պապ, Հա, սպասի, պապ ջան։ արագացրու, տաքսի սպասում է, չէ։ Ոնց տաքսի սպասում է։ Այդ տաքսին քո համար է, բարմանը չի գալու։ Էդ էիր ուզում ասել։ Ես ուղղակի Ուղղակի ես հիմա շտապում եմ, դու էլ ոնց որ թե ասելիք չունես։ Բարի լույս։ Բարի լույս։ Տեղում է, չէ։ Չէ, պարոն Սարոյանը դեռ չի եկել։ Ասաց, որ մոտակա 2 ժամվա համար նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգեմ, որովհետև կուշանա։ Դու տեղյակ չես։ Լսում եմ, Արման։ Սարոյան, ինձ ասել էիր, որ գամ տպարան, եկա այստեղ, բայց Գայանեն ասեց, որ դեռ մի 2 ժամ չես գալու։ Հա, բայց փոխվեցին ծրագրերս։ Հանկարծակի ուրիշ գործեր առաջացան։ Բա որտեղ ես, ուր գամ, ասա գամ։ Հարկավոր չի ոչ մի տեղ գալ, դու ազատ ես, կարող ես գնալ։ Բայց Էլ ոչ մի բայց, ասեցի ազատ ես, կարող ես գնալ։ տարօրինակ է։ Ռեբեկա, ես պիտի դուրս գամ, եթե հանկարծ էլ կային բան պետք լինի, կասես, հա։ Լավ, իսկ ուր ես գնալու։ Գորին պիտի տեսնեմ։ Չեմ հավատում։ Հուսով եմ չես գնում, չէ՞, կռվես հետո։ Չէ, բայց չգիտեմ այդ հանդիպումը ոնց կավարտվի, բայց վատ տրամադրվածություն չունեմ։ Այդ արդեն հուսադրող է։ Բայց ոչ մեկին չասես, հա։ Չէ, չեմ լսի, հանգիստ եղի։ Լավ, դե քեզ օգնեմ, գնամ փոխվեմ ու դուրս գամ։ Հա, քեզ եմ սպասում, կես ժամից տեղ լինես։ Ինչ ասեց Արամ։ Ասեց կգա։ Հույս ունեմ, որ քո հետ խոսալուց հետո գոնե մի բան կփոխվի։ Այդ մենակ իր շահերից է բխում, որ մի բան փոխվի։ Գոր հիմա չեմ կարող ասեմ, բայց հովում վատ տղա չի եղել։ Հիմա էլ որ նորմալ վիճակում է լինում, մարդու շնորհք է գալիս վրան։ Այդ ինձ ծանոթ երևույթ է։ ոնց ես բալես։ Հուսամ մի օր լավ կլինեմ։ Ջերմությունը չափել ես։ Դեռ չէ։
Էլկա ջան, ես հասկանում եմ, որ հիմա ամենաբարդը քո ու Արմանի վիճակն է։ Երկուստ էլ հայտնվել եք ընտանիքի ու սիրո արանքում։ Մի տեսակ ծուղակի անման, որ ելքն էլ ընտրեք, հավասարաչափ ցավոտ է լինելու։ Մենք ելքը ընտրել ենք։ Ես գիտեի, որ ցավոտ է լինելու, բայց որ այսքան չէի պատկերացնում, մամ։ Հիմա էլ է դատը։ Բոլորս հասկանում ենք, որ Արմանն էլ է զոհ, բայց ոչ մեկ չգիտի այդ դատից հետո ինչ կլինի։ Ես վստահ եմ, որ պապան ամեն ինչ կանի, որ օգնի Արմանին, բալես։ Մամ, պապիկը փայտիկով հրաշագործ չի։ Արմանը ոչ մի բան չի արել, մամա։ Բայց եթե Արմանին հանկարծ մեղադրեն, մեր մեղքը կրկնապատկվելու է։ Հիմա դու ոչ մի բանի մասին մի մտածի, լսում ես։ Ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա ամենակարևորն է, որ դու լավ լինես։ Հասկանում ես։ Հանգիստ տեղի բալես։ Գոր հասնում է արդեն։ Այդ շատ լավ է։ Գոր, ինչի չես պատասխանում։ Ասա, Սար։ Ռեբեկա, դու կարող ես Գորին զանգել։ Ես։ Բայց դու չես գնում հետո հանդիպման։ Հա, բայց Գորը չգիտեր, որ ես ուզում եմ խոսել հետը։ Դու զանգի խնդրում եմ առանց հարցեր տալու ու իմացի որտեղ է ինքը։ Վստահ եմ, որ քո զանգերին կպատասխանի։ Ես զանգում եմ, չի պատասխանում, եկել եմ իրենց տուն, տանը չի։ Լավ, սպասի, հիմա զանգեմ։ Լավ։ Բան եղել։ Չէ, մի հատ զանգեմ գամ։ Ալո, Ալո, Գոր, բարև։ բարև Ռեբեկա ջան։ Դու որտեղ ես։ Ինչ ա եղել, ամեն ինչ նորմալ է ու բան չի եղել։ Հա, նորմալ է, ուղղակի ուզում եմ քեզ հետ խոսել, եթե քեզ հարմար է։ Ես Վահեի տանն եմ հիմա, հեսա մի քիչ հետո դուրս կգամ, եթե քեզ էլ է հարմար, արի տեսնենք, խոսանք։ Լավ, եղավ, շնորհակալ եմ։ Ոնց որ լավ էլ շուշուտ եք շփվում իրար հետ։ Դու ինչ ես նեղվում, չհասկացա։ Չեմ նեղվում։ Ուղղակի ասում էիր, որ ընկերոջդ նշանացնա, բայց Բայց ինչ։ ոչ մի բան։ Չեմ հասկանում, կարող դու հիմար ես։ Ես քեզ ասեցի, այդ աղջիկը իմ քուրն է։ Ու ընդհանրապես, այս տոնը դու քո պահվածքը իմ դուրը չի գալի, էջ։ Ես կբացեմ։
Ալո, Սար, գորը Վահեի տանն է։ շնորհակալ եմ Ռեբեկա, ասել ես, որ ես եմ փնտրում իրեն։ Չէ, ոչինչ չեմ ասել, բայց դու հիմա շտապի, որովհետև ինչքան հասկացա, արդեն ուզում ես դուրս գար, շտապի, որ հասցնես տեսնես։ Լավ, շնորհակալ եմ։ Ջերմությունը տելի բարձր է։ Եթե սրանց հետո էլի չիչավ, քեզ չեմ լսելու։ Տանելու եմ հիվանդանոց։ Մամ, պետք չի։ Տեղը տվեցիր Հերիքա, հիմա ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Լավ, այդ դեպքում քեզ չեմ խանգարի։ Գիտեմ, որ խոստացել ենք, որ պետք է հեռու մնանք իրարից, բայց որ գիտեմ հիվանդ ես, սիրտս անհանգստությունից պայթում է։ Կներես, ուշ քո միտքս դու ես։ Գոնե ասա, իմանամ ջերմությունդ իջելա թե չէ։ Ոնց ես զգում քեզ։ Արման, ամեն ինչ լավ է։ Նորմալ ամեն ինչ, դու հանգիստ եղի։ Տաքությունս էլ իջել է։ Մեկ էլ, եթե պատուհանդ բացես, գիտեմ, որ չի կարելի, բայց գիտեմ, որ հաստատ կժպտաս։ Ինչի համար ես էլի եկել, ալա։ Ինչ ես ուզում։ Չգիտես, այն փողերի համար, որ ես տան մեջ է։ Էդի փակեցինք պրծանք, ուրիշ։ Այդ թեման փակած չի։ Լսի հողոք, ես քանի անգամ նույն բանը կանանք բացատրենք, նորմալ մարդկային լեզվով։ Պարտադիր ուզում ես ինչ-որ վատ բանի հասնես։ Ես իմ ասելիքը ասեցի։ Դե ուրեմն թող գնա, մենք էլ մերը ասեցինք։ Այս տան մեջ փող կա։ Գոր, Դու ինչ ես անում ստեղ։ Մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Ես քեզ ամեն ինչ արդեն ասել եմ։ Ինչ ա կատարվում, գորեսով էր, քեզնից ինչ էր ուզում։ Դու զանգել էիր ինձ անհարմար էր, որ պատասխանեի։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ու դու դեռ ինձ ես հարցնում ինչ ա եղել։ Էս ինչ ա եղել, գոր։ Տեսա, որ կռվում էիք, ինչ էր ուզում քեզնից։ Ցավում ա։ Գոր, բա որ ես հանկարծ ուշ հասնեի, բա որ ես չգայի, ինչ էր լինելու այստեղ, ես ինչ էի անելու։ Եթե անգամ մի բան լիներ, հետո ինչ։ Ոնց թե հետո ինչ։ Ոնց ես այդքան հանգիստ ասում հետո ինչ, տեսնում ես ինչ անհանգիստ եմ, իսկ դու Ինչի ես ժպտում, գոր։ Ես այսքան անհանգիստ եմ, դու ժպտում ես։ Ինչ էր ուզում քեզնից։ Չգիտեմ, քեզ հավատամ թե չէ։ Ինքդ էիր ասում, որ ուզում ես, որ քեզնից հեռու մնամ։ Իսկ դու ինչի ես իմ ամեն ասածը լուրջ ընդունում։ Պետքա չընդունեի։
Դու էիր ասում, որ բարկության պահին ասում ենք բաներ, ինչը իրականում չենք զգում։ Հիմա դու ինչ ես զգում, Սառա։ Այն ինչ դու։ Հաստատ։ Վստահ ես։ Քեզ եմ հարցնում, վստահ ես։